Բարև ձեզ բարեկամներ, մեկ անգամ եւս ողջունելով Փակ TV բոլոր ունկնդիրներին, ուզում եմ հուսալ, որ մեր այսօրվա եթերը սովորականի պես հետաքրքիր ու աշխուժ է լինելու։ Եվ իհարկե այդ ամենում մեզ օգնելու է մեր վաղեմի բարեկամներից մեկը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։ Բարև ձեզ։ Ողջույն, պարոն Ղուշյան։ Պարոն Խզմալյան, բավականին երկար չենք տեսնվել։ Եվ հա վերջապես հերթական առիթը կապված Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պատմական այցի հետ Հայաստան։ Նախ անդրադառնանք այդ այցին, ինչպիսին էր այն ըստ ձեզ, սպասվածի չափով էր, թե մի բան էլ ավելի, մի խոսքով Լավրովի այցը Հայաստանի Հանրապետություն Տիգրան Խզմալյանի աչքերով։ Ես այդքան հավակնություն չունեմ իմ համեստ անձը հակադրելու այդ ամեն ինչին, որովհետև բարեբախտաբար մենք խմբով Եվրաքվե գաղափարակիցներով դուրս եկանք եւ արտահայտեցինք մեր վերաբերմունքը այցի պահին, դա մայիսի 21-ն էր, մենք հավաքվեցինք արտաքին գործերի նախարարության դիմաց դրոշներով, եվրոպական եւ հայկական դրոշներով, ցույց տալու համար, որ մենք ոչինչ չենք մոռացել եւ ոչինչ չենք ներելու Ռուսաստանին, որը 2020 թվականին կազմակերպեց պատերազմը Հայաստանի դեմ, 2023 թվականին կազմակերպեց, հովանավորեց եւ փաստորեն նաեւ քաղաքականապես ապահովեց հայրենազրկումը Արցախահայության, այն ինչ ես անվանում եմ պատրիացիտ, դա ցեղասպանության բարձրագույն կետն է, երբ ոչ միայն սպանում են մարդկանց կամ վտարում են նրանց, այլ նաև ջնջում են նրանց հետքերը, ոչնչացնում են նրանց պետականությունը, մշակույթը, լեզուն, անգամ քարերը, տաճարները, եկեղեցիները, այդ ամենը կատարվեց ընդամենը 2 տարի առաջ, 2 տարի էլ չկա դեռ, եւ դրանից հետո ընդունել այդ երկրի հովանավոր, մեզ համար դավադիր ու դավաճան երկրի արտգործնախարարին կարծես թե անհեթեթություն է, բայց մեզանում դա անվանում են գեղեցիկ բառերով դիվանագիտություն, քաղաքականություն, իրականում ես առաջարկում եմ բարձրացնել այդ իրավիճակները, որովհետև ամեն ինչ այդքան էլ բարդ չէ։ Եթե մենք համեմատենք մեզ ինչ որ մի, ասենք, կենթանու տեսակի հետ, ինչպես օրինակ Ռուսաստանին արջի հետ է, չէ՞ համեմատում։ Եթե Ռուսաստանը արջ է, ապա ով ենք մենք։ Դա իմիջիալուց շատ հեշտ է ստուգաբանվում, որովհետև գիտեք, կա այդպիսի մեղուների տեսակ, կոչվում է բամբոլո արմենիակա, դա իշամեղուն է։ Մենք որպես ասք, մենք մեղուներ ենք, մենք մեղր ենք ստեղծում։ Մենք ամբողջ պատմության, մեր պատմության, համաշխարհային պատմության ընթացքում մեղր ենք ստեղծում։ Դա մեր մշակույթն էր, դա մեր գիտելիքներն էին, դա մեր երկիրն էր, որ ընդունում էր ուրիշներին նոյանտապան ժամանակից սկսած, ինչպիսի փախստականներ են սպառվում մեզ մոտ, Հանիբալը, Միհրդատը, մալականները, ասորիները, եզդիները, ի վերջո մենք այս ծվարացի փոքրիկ երկրում պահպանվեցինք եւ մենք շարունակում էինք ու շարունակում ենք մեղր արտադրել։ Մայիսի 22-ին մեր հանդիպման օրը 101-ամյակն է լրանում Շարլ Ազնավուրի ծննդյան օրվանից, դա իր տարեդարձն է։ Ազնավուրը, որը նույնքան Հայաստանի, որքան էլ Ֆրանսիայի մշակույթի, պատմության եւ փառքի մասն է կազմում։ Մենք գերտերություն ենք մշակութային առումով, շնորհիվ Արամ Խաչատրյանի, շնորհիվ այն նկարիչների, գրողների, պոետների, գիտնականների, ովքեր մեղր են ստեղծում։ Հիմա մեղուները ինչպես պետք է բնորոշեն
արջի գործելակերպը։ Արջը մտնում է եւ ուտում է այդ մեղրը։ Մենք պետք է զարմանանք, որ նա քանդում է փետակը։ Մենք փետակ էլ մեծ հաշվով չենք ստեղծել։ Մեր փետակը անընդհատ քանդում էին։ Ամեն մի նոր սերունդ սկսում է զրոյից։ Ես վստահ եմ, որ ձեր հայրը, ձեր պապը, ձեր պապու պապը նույն տանը չեն ապրել ու չեն ծնվել։ Ես գիտեմ, որտեղ հայրս Թիֆլիսեցի է, պապս Կարսեցի, եւ այսպես մեր պատմությունը ամեն անգամ ամեն մի նոր սերունդ զրոյից սկսող, ես առաջին երևանցին եմ, ով ծնվել եմ Երևանում եւ իմ երեխաներն են ծնվել Երևանում եւ ես ապրում եմ հայրական տանս։ Այ երբ որ ես մահանամ այն տանը, որտեղ ծնվել եմ եւ ամեն մի հայը կատարի այդ մի շրջանը, կնշանակի, որ մենք գոնը երկրի ստեղծման ինչ որ քայլ ենք արել, երկիրը այդպես է ստեղծվում։ Մենք անընդհատ փախստական ենք եղել, այս մեղուների փետակը պահպանել է պետք։ Եվ հիմա քանի որ մենք ինչ որ քարի կամ ծառի ճեղքում ստեղծեցինք այդ փետակը, մենք չպետք է զարմանանք, որ մեզ շարունակում են գրոհել։ Ինչն է միակ ելքը դրանից։ Մեղուները անտառում վայրի ինչ որ մի սարի կամ ծառի ճեղքում չեն կարող իրենց ապահով զգալ։ Մեղուները ապահով են եւ մեղր են պատրաստում եւ շարունակում են ապրել ու փոխանցում այդ մեղրը մարդկանց, իսկ դա է մեր հիմնական առաքելությունը։ Միայն երբ որ մեղվապահ կա եւ կարգավորված փետակներ են, պահպանված, պաշտպանված, երբ նրանց կերակրում են, նրանց բուժում են, դա է նորմալ քաղաքակրթությունը։ Եվ դա մեզ առաջարկում են։ Այդ փետակները դա Եվրամիությունն է, որտեղ մեր պես մեղուներ են ապրում, այլ ոչ թե վայրի ցեղեր, որոնց մասին Տերյաններ դեռ գրում, որոնք ոհմակներով հարձակվում են, քանդում են, միայն լափեն եւ հեռանան գնան մյուս փետակը։ Այն ինչ անում է Ռուսաստանը, ինչ մտավ այստեղ 200 տարի առաջ 1821-28 թվականներին այդ ռուս-պարսկական պատերազմների, նրանք շարունակ զբաղվում են մի գործով՝ Հայաստանի ոչնչացմամբ։ Հիշեցնեմ, որ 1828 թվականին հայկական շրջան Արմյանսկայ օբլաստ հռչակված մի քաղաքական գոյություն պահպանվեց ընդամենը 12 տարի։ Արդեն 1840 թվականին այն լուծարվեց եւ անվանվեց գուբերնիա, Երևանի գուբերնիա, Ելիսավետպոլի, Բաքվի, Նախիջևանի, այսինքն այն, ինչ մնացել էր Հայաստանից, ջնջվեց, անգամ անունը Հայաստանի ջնջվեց քարտեզից։ Եվ Ռուսաստանը անընդհատ ձգտում էր եւ հիմա էլ է ձգտում ոչնչացնել մեզ։ Տարիներ առաջ, մեր աչքի առաջ, 2023-2020 թվականին մենք տեսանք ինչպես է կատարվում դա, 100 տարի անց կրկնվեց այդ ցեղասպանությունը, գենոցիդը, պատրիացիդը, եւ այն, որ դեռևս կան մարդիկ, ովքեր հրճվում են Ռուսաստանի արքաների կամ փոխարքաների այստեղ այցերով, միայն երևի խճարություն կարող են առաջացնել, բժշկությունն այստեղ անզոր է։ Պարոն Ղազմալյան, խոսեցի կարճից, կենդանիներից, ես ուզում եմ թռչունների այդ հայտնի պատմությունը, երբ Ագրավը Թութակին հարցնում է դու ինչու ես միշտ ճաղերի ետևում, նա պատասխանում է, որովհետև ես խոսում եմ, ճշմարտություն եմ ասում։ Այո։ Հիմա դուք շատ վաղուց ճաղերի ետևում եք, բայց շարունակում եք խոսել։ Ես կարծում եմ, որ մեր պարտքն է ասել ճշմարտություն։ Ընդ որում ես շատ լավ հասկանում եմ, որ մենք չունենք այդ ճշմարտության մենաշնորհը, բայց ես կարծում եմ նաև, որ ազգին անհրաժեշտ են մարդիկ, ովքեր ասում են այն, ինչ մտածում են։ Ես կարող եմ սխալվեմ, ես չեմ պնդում, որ ես ճիշտ եմ, բայց կա փորձ, կա ժամանակաշրջան եւ
Տասնամյակներով ես ապրում եւ աշխատում եմ իմ երկրում, իմ քաղաքում, ես ֆիլմեր եմ նկարահանում եւ հիմա տեսեք մենք մի շաբաթից նշելու ենք Սարդարապատի հերոսամարտը եւ ես ցավով նորից պետք է վերհիշեմ, որ դեռևս 2008 թվականին, գրեթե 2 տասնամյակ առաջ, ես ֆիլմ նկարահանեցի Սարդարապատ Դեժավյու, որը արգելվեց, այսինքն պաշտոնապես արգելվեց, ես չկարողացա անգամ շնորհանդես կինո Մոսկվայում կատարել, ինձ դատի տվեցին այդ ֆիլմի համար, անգամ սպանության սպառնալիքներ էի ստացել, այդ մասին չարժե խոսել, բայց Սարդարապատ Դեժավյու ֆիլմում ես զգուշացնում էի ազգիս, որ մենք արդեն մեկ անգամ անցել ենք, դրա համար դեժավյու բառը օգտագործեցի, հաղթելով պատերազմում մենք պարտվեցինք քաղաքական դաշտում եւ պաստորեն անցավ 10-15 տարի եւ մենք կրկնեցինք այդ ողբերգությունը, այսինքն տեսեք, ես ասում էի մտածածս, ես ասում էի իմ համոզմունքը եւ եթե ինձ լսեին, եթե այդ ֆիլմը չարգելեին, եթե ինչպես շատերը դիտողներից ասում էին, սա պետք է ամեն մի դպրոցում ցուցադրվի, եթե դա լիներ այդ 20 տարվա մեջ, միգուցե մենք չկատարեինք այդ նույն սխալները, որոնց մասին ես զգուշացնում էի, սա է մեր արվեստագետներիս պարտքը, բայց քանի որ մեզ չեն լսում, ֆիլմերը արգելում են, գրքերը չեն կարդում, ես ստիպված զբաղվեցի քաղաքականությամբ, որպեսզի իրականացնեմ այն գաղափարները, որոնց կրողն եմ ես, եւ հատկապես պատերազմից հետո ես կնոջս ասեցի, որ այլևս չեմ կարողանա որևէ այլ բան անել եւ չեմ էլ աշխատում հիմա չեմ փորձում փող աշխատել, պես որ իմ գլխավոր հովանավորը կինս դա հատուկ ասում եմ այն մարդկանց, ովքեր պնդում են, որ ես Սորոսից, Մորոսից, Քորոսից փողեր եմ ստանում, ստացակ իմ փողերը, ես ոչ ֆիլմերիս համար, ոչ քաղաքական գործունեության համար, ոչ էլ ինչպես Մարիա Զախարովան ասում է Ամերիկայի դեսպանատնից որևէ գումար, ցենտ, լումա չեմ ստացել, որովհետև մենք սիրում ենք մեր հայրենիքը եւ ատում ենք մեր թշնամիներին անվճար։ Մենք դրա համար փող չենք ուզում։ Դա մեր անկեղծ համոզմունքն է։ Այնչու ես զբաղվում եմ քաղաքականությամբ եւ կարծում եմ, որ վերջի 4-5 տարվա մեջ մենք կարողացանք գոնե օրակարգ բերել մեր գաղափարները եւ անգամ մեր համեստ առայժմ, բայց կարևոր նվաճումն այն է, որ այս տարվա մարտի 25-ին մեր 26-ին ավելի ճիշտ օրինագիծը դարձավ օրենք Հայաստանի Եվրոմիությանը անդամակցելու մեկնարկի մասին։ Իհարկե, դա կարծում եմ քիչ ձեռքբերում չէ, բայց տեսեք, քանի որ դուք ասացիք ոչ մի բան չեք ստանում, եւ փաստորեն զարմանալիորեն շարունակում եք գոյատևել, մենք էլ ոչ մի բան չենք ստանում, բայց ունենք փոքրիկ պարտականություն, որը ստիպված ենք կատարելու, երևի կռայցիկ խոսքս գովազդային հոլովակների մասին է, հիմա դիտենք, որտեղ դա մեր սննդի միակ աղբյուրն է։ Խնդրեմ, գովազդային հոլովակներ։ Հայազգի նկարիչ, դիզայներ, քանդակագործ, ճարտարապետ եւ դասախոս Շավարժ Սիմոնյանը այսօր էլ շարունակում է ստեղծել ազգային եւ համաշխարհային ժառանգությունը պատկերող անհատական հրաշագեղ աշխատանքներ։ Իդեպ դրանց թիվն անցել է 500-ը։ Ինչպես նշում է նրա կյանքի վերջին 3 տարիների անբաժան ընկեր պրոդյուսեր Գայանե Սիմոնյանը, իր ամուսինը իսկապես արդարացրեց բոլորի սպասելիքները։ Այսօր էլ արվեստագետի աշխատանքը գնահատողները կարող են ձեռք բերել նրա իսկապես ինքնատիպ ու նմանը չունեցող գործերը։
ՄԱԿ TV-ն հայտարարում է էլիտար սերունդ պատանի դաշնակահարների հեռուստատեսային մրցույթ, նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Մրցույթը մեկ փուլով է, սակայն միայն առաջին 3 տեղերը զբաղեցրած շնորհալիները կընդգրկվեն հունիսի 1-ի տոնական եթերում։ Հայտերը ընդունվում են մինչև մայիսի 25-ը։ Մրցույթին 3 տարիքային խմբով կարող են մասնակցել 7-ից 15 տարեկան երեխաներ։ Կատարումները չպետք է գերազանցեն 7 րոպեն։ Ցանկացողները կարող են ուղարկել իրենց տվյալները նշված էլեկտրոնային հասցեին կամ էլ զանգահարել 099 550 078 094 683 549 հեռախոսահամարներով։ Շարունակում ենք ծրագիրը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն է մեր տաղավարում։ Պարոն Խզմալյան, տեսնում եք ինչ սերունդ ունենք, էլիտար սերունդ, որ իսկապես տաղանդավոր է, ով շարունակում է ձեր ասած մեր վիպետակները լցրել մեղրով։ Եվ սա է մեր վաղվա օրը։ Հետաքրքիր է, որ դուք դա գովազդ եք անվանում, բայց դա իրականում սոցիալական գովազդ է, դա կոմերցիոն գովազդ չէ։ Պաստորեն ես զարմանքով տեսա, առաջին անգամ է, որ նման դեպքերում դուք ոչ թե գումար հայթայթելու, աշխատելու, այլ ավելի շատ տալու համար եք դա անում։ Դուք ձեր ներդրումը տվյալ դեպքում մշակութային գովազդը դա երևի եզակի բան է։ Եվ ասեմ, դա մեզ հաջողվում է շատ ծանր ճիգերի գնով, եւ եթե չլինե մեր մշակութային ծրագրերի միակ հովանավորը, մեր հայտնի փաստաբան իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանը, ես չեմ էլ պատկերացնում ոնց կկարողանանք ծայրին հասնել, բայց սա մեր ռեալ կյանքն է մեր ռեալ, որը ինչպես ասում են, եւ մենք դրանից չենք կարող շեղվել։ Տեսեք, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը իհարկե իր ուղին դեպի Եվրոմիջություն շարունակվում է, բայց վերջին շրջանում մեր իշխանությունները կարծես շեղվել են այդ ուղղությունից։ Կառավարությունը այս առումով ինչ է մտածում։ Ես փորձեցի ձեր առաջին մեծ հարցին պատկերավոր եւ անգամ պարզունակ բնորոշում տալ այդ մեղվի փետակի եւ արջի օրինակով ես կարծում եմ, որ արժե նույն ոճով էլ բացատրել մեր կառավարության գործելավոճը։ Ընդհանրապես կարծում եմ, որ ընդհանրապես համաշխարհային պատմության եւ հայոց պատմության մեջ իշխանավորները, տիրակալները երկու տեսակի են եղել, կան եւ կլինեն։ Մի տեսակն է ամենամեծը շատը այն է, որ տիրակալը, իշխանավորը, կառավարությունը, կառավարողը նույնականացնում է իր անձնականը ազգայինի հետ։ Այնինչ լավ է իր համար, նա համարում է լավ իր պետության համար։ Դրա երևի վառ դրսևորումն էր ֆրանսիացի թագավորներից մեկի Լյուդովիկոս 14-ի հպարտ հայտարարությունը «L'état c'est moi», պետությունը ես եմ։ Դա բնորոշ էր եւ ռուս թագավորներին, որոնք շատ են սիրում ընդգծել իրենց կարևորությունը, Պավել առաջինը օրինակ ասում էր Ռուսաստանում կամ ավելի ճիշտ իմ երկրում, ասում էր նա, մարդը գոյություն ունի միայն այն ժամանակ եւ այնքան ժամանակ, երբ որ խոսում է ինձ հետ։ Մնացած ժամանակ մարդը որևէ արժեք կամ գոյություն անգամ չունի եւ այլն եւ այլն։ Ցավոք սրտի անգամ մեր պես փոքր երկրում, որը բարբերաբար կորցնում է իր պետականությունը, մենք բազմաթիվ օրինակներ ենք տեսնում, մեկ էլ հակառակ բարեբախտաբար դրա համար է պահպանվել ենք, այլ ոչ էլ կա, ոչ չէ դա իհարկե, դա աշխարհայացք է, ապրելակերպ է, աշխարհընկալում, երբ տիրակալը, իշխանը, թագավորը, արքան իրենից վեր է համարում պետականը, ազգայինը։ Բարեբախտաբար մենք ունենք նման դրսևորումներ, փայլուն օրինակներ մեր պատմության ընթացքում։ Հիմա գալով մեր կառավարությանը, տեսեք 88 թվականի ազգային պորտկումը իշխանության բերեց մի խումբ մարդկանց,
Արցախյան շարժումը, Ղարաբաղի պայքարը։ Անցավ ընդամենը մի քանի տարի, եւ մենք լսեցինք առաջին այսպես կոչված հիմնադիր նախագահից, որ Ղարաբաղի հարցով ընդամենը 3-4 մարդ իրավունք ունի կարծիք ունենալ, խոսել եւ արտահայտվել մեր երկրում։ Մեկն իհարկե ինքն էր եւ ըստ երևույթի այն իրեն հաջողացող խորհրդականներ, նազիր վեզիրներն էին, այսինքն ոնց դուք իշխանության եկաք նոր, դուք ոչնչությունից դարձաք կառավարիչ, կառավարություն, իշխանություն, այս ժողովրդի համազգային պորտկման ալիքի վրա եւ ընդամենը մի քանի տարի անց դուք դա մոռացաք, եւս մի քանի տարի անց իրենք 96 թվականին կեղծեցին ընտրություններ եւ առաջին անգամ զորք դուրս անեցին մարդկանց դեմ, ժողովրդի դեմ, հիմա շատերը դա մոռանում են։ Մնացածները մարդիկ ում բերեց արդեն իր հերթին Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իրենք սահմանափակված չէին զգում իրենց ազգային շահերով։ Իրենք վարվում էին երկրի ժողովրդի հետ այնպես, ինչպես իրենց էր հարմար։ Իրենք գերադասում էին, գերակա էին համարում իրենց շահերը։ Կարծես թե 2018 թվականին դա փոխվեց եւ ժողովուրդը նորից մեծ ալիքով բարձրացրեց այդ պորտկումը, ոգին, որը անմիջապես փչացրեցին խայտարակ մի ռուսական խոսքով դուխով, որը մի անգամից ճակատին գրված տեսած ես հասկացա, ես անձամբ գոնե այդ պահին հասկացա, որ զավթիչների, գաղութարարների դեմ պայքարը իրենց լեզվով կարգախոսով չի կարող հաղթանակի բերել։ Այդպես էլ եղավ։ Այդ դուխը շատ արագ բրծավ եւ արդեն օրեր անց մենք լսեցինք նորընտիր վարչապետ Փաշինյանից, որ մեր նպատակը չէ վեկտոր փոխելը։ Մենք մնում ենք ռուսական դաշնության հավատարիմ դաշնակիցները եւ այլն։ Հիմա ինչ է կատարվել։ Կատարվել է հետեւյալը. ինչու հանկարծ ընդունելով անգամ օրենք Եվրամիության անդամակցության մասին արդեն 50 օրից ավել է, 55-56 օր է անցել։ Որևէ նշանակում արված չէ։ Դիմում ուղարկված չէ Եվրամիությանը։ Եվ օրեր առաջ մենք լսեցինք արտգործնախարար Արարատ Միրզոյանից, որը կանգնած էր Լավրովի կողքին եւ պատասխանեց հարցին, թե ինչպես եք դուք պատրաստվում համատեղել Եվրամիություն անդամակցելու ձեր գաղափարը, որ ընդունեցիք, օրենք դարձրեցիք, դա ճիշտ է մեր գաղափարն էր, որ մենք փաստորեն ստորագրահավաքով իրենց ստիպեցինք ընդունել։ Եվ մյուս կողմից այս Ռուսաստանի հետ ջերմ հարաբերությունները, տնտեսական շրջանառությունը, որը 5 անգամ բարձրացավ Փաշինյանի օրոք եւ այլն։ Եվ Միրզոյանն ասաց, բայց մենք ոչ հայտ ենք ուղարկել Եվրամիության անդամակցության, չենք դիմել, ոչ էլ մենք նման բանակցություններ վարում ենք։ Մի վարքյան, դուք օրենք եք ընդունել եւ այդ կառավարության արտգործնախարարը հայտարարում է, որ այդ օրենքը մեզ համար ոչինչ չի նշանակում։ Եթե այս օրենքը ձեզ համար ոչինչ չի նշանակում, որևէ օրենք ձեզ համար ոչինչ չի նշանակում։ Իսկ ինչու են իրենք դա անում։ Ինչու գնացին Մոսկվա էլի մայիսի 9-ին, թեև Եվրոպան ուղիղ հորդորում էր՝ մի գնացեք, եթե ուզում եք Եվրամիություն անդամակցել, մի գնացեք այնտեղ, որտեվ Պուտինը դահիճ է, նաև ձեր ժողովրդի դահիճն է 2023 թվականին, դուք դա էլ չմոռացաք, չէ՞։ Բայց բարձում է մոռացան։ Ինչու։ Որովհետև Հայաստանը հիմա գնում է Վրաստանի ճանապարհով։ Վրացական երազանքի, որը դառնում է հայկական մղձավանջ։ Այսինքն, այս կեղծ բալանսավորումը, գիտեք, մենք վուլկանիզացիայի կետ չենք, մենք պետություն ենք։ Բալանսավորել պետք չէ։ Պետք է լինել ազնիվ, անկեղծ եւ ամենակարևորը ազգային գերագույն շահերը, պետական շահերը սեփական իշխանությունից, կուսակցական, անձնական շահերից վեր դասել։ Այսպիսի պարզ, հին, աշխարհի պես հին խնդիր է անձնականը եւ ազգայինը։ Մարդիկ ովքեր եկան ազգային կարգախոսներով հերթական անգամ մոռացան այդ
գաղափարները եւ հիմա հայտարարում են, որ չէ, մենք տենց խնդիր չունենք։ Այդ օրենքը դա Վեկտորը չեք փոխում։ վեկտորը չեն փոխում, այո։ Օրենքը ընդունել են, բայց չեն կատարում։ Լավ, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ նրանք հարմարվել են, ռուսներն էլ շատ լավ դա հասկացել են եւ ասել են դուք էլ կմնաք։ Ինչքան կկատարեք մեր պայմանները, այդքան էլ կմնաք։ Եվ դրա համար էլ եկավ Լավրովը Խարանը հերթական անգամ դնելու, ասելու լավ տղաներ ջան, մի տարի անց ընտրություններ եք ունենալու, մենք շատ ուշադիր հետևելու ենք։ Նայեք, հանկարծ դուրս չգաք այս ախորից ու չփորձեք այդ ախորը մաքրել։ Այսենց էլ գոմի մեջ, այս գոմաղբի ու այդ հոտի մեջ կմնաք ու այս ձեր այսպես կոչված հայ ժողովրդին կպահեք։ Իրենց դա է պետք։ Եվ ինչ, պետք է հանդուրժել։ Դուք ինձ եք հարցնում։ Մենք ստեղծել ենք եվրոպական կուսակցություն, մենք ստեղծեցինք եվրոպական դաշինք։ Մենք ցույց տվեցինք ժողովրդին, որ պետք է վեր կենալ, ստորագրահավաքով պայքարել եւ հասանք օրենքի ընդունմանը։ Հիմա, տեսնելով կառավարության իրական պատասխանը, մենք կանենք մեր եզրակացությունները եւ կշարունակենք մեր պայքարը, որպիսի մեր երեխաները ապրեն մեր երկրում, որպիսի մենք չգնանք, չփախչենք, չարտագաղթենք Եվրոպա, Ամերիկա կամ առավել եւս Ռուսաստան, որպիսի Եվրոպան, եվրոպական օրենքը, մարդու իրավունքները, ազատությունները, տնտեսական բարգավաճումը եւ ամենակարևորը անվտանգության երաշխիքները մենք ունենանք այստեղ։ Հիշենք եւ ամեն օր կրկնենք։ Միայն այն պահից, երբ որ եվրոդիտորդները կանգնեցին մեր սահմանի վրա 2022 թվականի նոյեմբերին, ընդհատվեցին զանգվածային սպանությունները եւ հարձակումները ադրբեջանա-ռուսական դաշինքի կողմից, որտեղ եվրոպական դրոշը պաշտպանում է Հայաստանը։ Եվ ահա ինչու իշխող կուսակցության որոշ կարկառուն գործիչները պատրաստվում են դուրս անել եվրոպական դիտորդներին, իրենք դրան են պատրաստ, արդեն ասել են։ Դա շատ ցավալի է, բայց դա փաստ է։ Դա փաստ է, որը պետք է փոխել մյուս փաստով։ Ժողովրդի պայքարը կփոխի այդ փաստը եւ կդարձնի դա անցյալ, որովհետեւ այլևս անցյալի նախկինների ու ներկաների տարբերությունը զորոյացավ։ Հանուն մեր ապագայի մենք պետք է փոխենք այս իրավիճակը, ընտրություններում դա դժվար կլինի, որովհետեւ ահռելի ուժեր են մեր դեմ աշխատում։ Մեր թիկունքին միայն մեր ժողովրդի ազգային արժանապատվությունն է, մեր անկեղծությունը եւ վստահ եմ նաեւ Աստծո կամքը։ Ես իհարկե ուրախ եմ, որ դուք այնուամենայնիվ լավատես եք, բայց միթե հնարավոր է այս կառավարության օրոք հասնել ձեր ասած նպատակներին։ Իհարկե հնարավոր է։ Մենք սովետական միության պես հրեշին կարողացանք հաղթահարել, երբ որ հավաքվեցինք ազգովի։ Դա ընդունում են նրանք անգամ եւ դրա վրեժն էին իրենք լուծում, լուծարելով Արցախը։ Ասում են սովետական միությունը լուծարվեց ձեր պատճառով, դա հիմա մենք ձեզ լուծարելու ենք։ Բայց Հայաստանը իրենց համար անհնար կլինի լուծարել։ Մենք հազարավոր տարիներ ապրել ենք եւ տասնյակ կայսրությունների գերեզմանափորն ենք եղել եւ սրանց պես շատ ենք տեսել։ Կհողենք նրանց։ Շնորհակալ եմ, պարոն Խազմալյան, հերթական անկեղծության համար։ Ես իհարկե ձեզ շատ վաղուց ճանաչում եմ, մենք ձեզ այդ հին ու լավ բարեկամներ ենք։ Մի բան մեզ իհարկե երկուսիս համար ընդհանուր է։ Մենք շարունակում ենք մնալ վանդակներում, որովհետև միշտ ասում ենք ճշմարտություն անկախ ամեն ինչից, որքան էլ դա դժվար է, բայց դուք մի հարցում շատ ճիշտ եք։ Այդ ճշմարտությունը պետք է միշտ ասվի, ով էլ լինի այսօրվա իշխանությունը։ Ճշմարտությունը մեռնում է լռության մեջ,
ժողովրդավարությունը մահանում է մթության մեջ, պես որ մենք պետք է լույս պահենք վառ եւ պետք է ասենք այն, ինչ մտածում ենք։ Շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, մեր տաղավարում մենք հյուրընկալել էինք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմարյանին, ով իսկապես մեր ծրագրի վաղեմի ու լավ բարեկամներից մեկն է։ Սպասեք նրան առաջիկայում եւս։ Այսօր այսքանը, ցտեսություն։